Երևանն ու ֆրանսիական Իլ-դե-Ֆրանսը շարունակում են ամրապնդել գործընկերային կապերը։ Այս առիթով Երևան է ժամանել Փարիզի Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի միջազգային եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Ստեֆան Բոդեի գլխավորած պատվիրակությունը։ Երևանի քաղաքապետարանում նրանց ընդունել է փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։ Հանդիպման եւ դրան հաջորդած Երևանի քաղաքային զարգացման ծրագրի եզրափակիչ համաժողովի ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը քաղաքային զարգացման տարբեր ոլորտներում։ Ի թիվս այլ ծրագրերի քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծապես կարևորվում է դեռևս 2022 թվականին մեկնարկած Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագիրը։ Մեր իրականացվող ծրագրերը շատ կոնկրետ են եւ Երևանի քաղաքապետի կողմից էլ խնդիրը դրվել էր, որպիսի դրանք լինեն համահունչ մեր ծրագրերի հետ։ Մասնարարապես կարող եմ օրինակ բերել, որ Երևանի հանրային տրանսպորտի կառավարման ոլորտում, մասնարարպես մեր գծանշումների ոլորտում, GIS ուսուցման ոլորտում, այսինքն դա աշխարհատեղեկատվական համակարգի, այն համակարգի, որի վրա հենված է ամբողջ քարտեզագրումը, ամբողջ քաղաքային ծրագրերը եւ նրանք սինխրոնիզացվում են այդ GIS համակարգի հետ, դրա ուսուցման ծրագրերը եւս շատ կարեւոր են եւ մենք հենց հիմա գտնվում ենք դրա ինտենսիվ իրագործման փուլում։ Բավականին արդյունավետ է եւ քո ծրագրերի իրականացման ընթացքում դու ունես այն բարձր միջազգային փորձը, որը որ այսօր կարող եք տեսնել Փարիզում կամ աշխարհի ամենազարգացած քաղաքներում։ Երևանի եւ Իլ-դե-Ֆրանսի միջև առկա արդյունավետ փոխգործակցության մասին են վկայում նաեւ կողմերի պատրաստակամությունը գործընկերային սերտ կապերը շարունակելու եւ դրանք ավելի ամրապնդելու նպատակով։ Նախատեսվում են իրագործել համատեղ այնպիսի ծրագրեր, որոնք ներառում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։ Առաջիկայում իրագործվելիք ծրագրերից մեկը վերաբերում է աղբահանության ոլորտին, մասնավորապես շրջանաձև տնտեսության մոդելի ներդրմանը։ Թափոնները պատշաճ կերպով հավաքելու եւ դրանք տեսակավորելու գործում Երևանն արդեն իսկ բավականին մեծ արդյունք է գրանցել։ Սակայն հաջորդ փուլը, որը ենթադրում է աղբի վերամշակում եւ վերաօգտագործում, կարեւոր եմ համարում նշել, որ այստեղ մեծ դեր ունի փորձի փոխանակումը։ Դրա շնորհիվ Փարիզի հաջողված փորձը կիրառվելու է Երևանում եւ այդ առումով մենք դեռևս ունենք մեծ անելիքներ։ Այս եւ այլ արդեն իրականություն դարձած ծրագրերի գործում կարևոր է բոլոր այն գործընկերների դերը, որոնց թե ֆինանսական եւ թե տեխնիկական աջակցության շնորհիվ հեռանկարային է դառնում նոր ծրագրերի կյանքի կոչումը։ Այսօր մենք մեր գործընկերների հետ միասին հիմնադրեցինք եւ բացեցինք Երևանում եւ տարածաշրջանում առաջին հույսի պարտեզը։ Այս պարտեզի նպատակն է հոգեկան առողջության մարտահրավերները դարձնել ավելի տեսանելի համայնքում եւ հասարակության կյանքում եւ նպաստել վերջիններիս հաղթահարմանը։ Ծրագիրը իրականացվեց համագործակցության շրջանակում առաջին հերթին քաղաքապետարանի եւ հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն հասարակական կազմակերպության հետ։ Պարտեզը իրականացվել է մեր գործընկեր Yellow Tulip Project-ի ձևաչափով։ Մեր կազմակերպությունը պարբերաբար փորձելու է իրականացնել իրազեկման եւ կրթական արշավներ։ Հաշվի առնելով աշխատանքների մասշտաբը, այստեղ շատ կարևոր է ընդգծել մեր գործընկերների, մասնավորապես քաղաքապետարանի ներսի այլ կառույցների դերը։ Այստեղ արել ենք բոլոր քանդման աշխատանքները, լիցքի աշխատանքները, նստարաններ ենք տեղադրել։ Այստեղ շատ մեծ կրպակ էր տարիներով, որը ապամոնտաժվեց։ Նաև այդ հատվածում մնացել էր այդ լողավազանի մասը, որը արդեն հիմա տեսնում եք դարձավ կանաչ զոնա։ Տարածք է տեղափոխվել 1500 ծխածաղիկ, շուրջ 500 կակաչներ, որը ՀԿ-ն է բերել, բայց մենք դրանք կարճ կյանք ունեն, որոշ ժամանակ անց կփոխարինենք նույն դեղին գույնի տագեստեսներով, տեսնում եք բորջուրային թփերով, իլենիներով ձևավորվել է ծաղկանոցը։
Հայաստանի Հանրապետության խոշորագույն գետերից Հրազդանը, որը նաև մեր քաղաքամայր Երևանի գլխավոր գետն է, կարևոր նշանակություն ունի յուրօրինակ էկոհամակարգ ձևավորելու գործում։ Հրազդանի եւ դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս նախորդ տարի տեղադրվել էին 2 աղբավորսիչ ցանցեր։ Դրանք տեղակայված են Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջանների գետի հունային հատվածներում։ Երկու կայանների կառուցման համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է շուրջ 120 միլիոն դրամ եւ այս տարի մենք նախապատրաստել ենք եւս մեկ մրցույթ, այսինքն եւս մեկ աղբավորսիչ կայան կտեղադրվի արդեն Արաբկիր վարչական շրջանում գետի հունով մի փոքր վերև։ Մաքրման սարքերն իրենց հերթին, սակայն մայրաքաղաքում մաքուր կենսամիջավայր ստեղծելու գործում կարևոր է նաև բնակիչների դերը։ Մեկ տարվա ընթացքում մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ երկու աղբավորսիչ կայանը միասին շուրջ 75 խորանարդ մետր աղբ են հավաքել։ Ուզում եմ քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպեսզի ավելի զգոն լինեն, ավելի մեծ ուշադրությամբ եւ հոգատարությամբ վերաբերեն բնությանը։ «2025 թվականին Մալացիա Սեբաստիա առողջության կենտրոնին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորում եւ 4 տվիչով եվրոպական արտադրության սոնոգրաֆիկ հետազոտության ապարատ։ Սարքավորումները նախկինում, որոնք որ եղել են բավականին հնամաշ, եղել են ոչ թվային։ Նոր սարքավորումներով համալրված է մեր լաբորատորիան, նոր այս սարքավորումները հնարավորություն տալիս են տարբեր հետազոտություններ կատարենք եւ ճիշտ բուժում ստանան մեր բուժառուները։ Օպերացիա են արել, կատարակտա են փոխել, ես հիմա հաճախում եմ աչքի բժիշկի մոտ, շատ ուրախ եմ, որ այսպիսի բժիշկների հետ եմ հանդիպել։ Մենք ստացել ենք բավականին լուրջ սարքավորումներ, որոնք չունեինք նախկինում, կուզենայի ներկայացնեմ էխոգրաֆիայի մեր սարքը, որը մի քանի ֆունկցիա է կատարում, ուրեմն բեսկան, որով կարողանում ենք աչքի խոռոչը, ուրեմն ուլտրաձայնային հետազոտություն կատարենք, ասկանը, որով կարողանում ենք աչքի առաջահետին առանցքը չափել եւ պախիմետրիկ գործողությունը, որով որոշում ենք եղջերաթաղանթի հաստությունը։ Մենք ունենք իմունոլոգիական, կենսաքիմիական, շրջաբանական, կլինիկական, մանրէաբանական բոլոր ճյուղերով աշխատում ենք, բոլոր անալիզներ իրականացնում է Ավան առողջության կենտրոնում։ Բավականին մեծ քանակով կարողանում ենք իրականացնել հետազոտություններ, նույն օրը պատասխանը պատրաստ է լինում։ Մենք գտնվում ենք հիմա մեր մանկական սենյակում, որը հագեցված է գերժամանակակից սարքերով։ Մենք այստեղ հիմնականում մազանոթային արյան հետ ենք աշխատում, ունենք հրաշալի սարք, լազերային գործիք, որի միջոցով շատ անցավ ծագվում է երեխաների մատիկները, որը որ հեշտացնում է ավելի մեր աշխատանքը եւ գոհունակություն կա ծնողների կողմից։ Ողջունում եմ եւ ես ինքս նույնիսկ մոտիվացվում եմ, որ մեր երեխաները Երևան քաղաքում ունեն հնարավորություն աշխատել նոր գործիքով։ Շատ շնորհակալ եմ մեր քաղաքապետարանին այս նախագիծը զարգացնելու իմաստով։ Մենք այսօր Երևանում ունենք շատ տաղանդավոր սերունդ եւ տաղանդավոր սերունդին պետք է այն գործիքները, որ իրենք կարողանան արտահայտվել։ Այսօր Երևան այն քաղաքն է, որը մտածում է երիտասարդ պրոֆեսիոնալների մասին, որոնք որ տարիներ հետո կհամալրեն մեր նվագախմբերը, դա մեր համար մեծագույն ձեռքբերում է։ Որոշել եմ դառնամ շեփորահար։ Հիմնականում նվագում եմ իմ
ստեղծած երաժշտությունները։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն նվագելու է նման նոր գործիքով։ Իմ կարծիքով հոբոյը շատ սիրուն, փափուկ ու մեղմ ձայն ունի։ Мне очень нравится играть на тромбоне, мне нравится его звук, тембр. Հաճախում եմ ֆլեյտայի։ Նոր գործիքի ձայնը ավելի հարուստ է եւ հնչեղ։ Ես ընտրել եմ այս գործիքը, որովհետեւ շատ եմ սիրում, փոքրուց։ Ես միանգամից տեսա կլարնետը եւ հավանեցի եւ ցանկացա նվագել։ Իմ ձեռքին մեր հայկական քամանչան է։ Ուզում եմ ես մեր հայկական ավանդույթները պահպանեմ։ Լինելով ջութակահար, շատ լավ հիշելով այդ էմոցիաները, երբ որ լավ ջութակ էի տեսնում, ունեի հնարավորություն նվագել լավ ջութակով, էմոցիոնալ նվիրումն է, որ դու պատկերացնում ես, որ ամբողջ օրը հասկացնում ես քո երաժշտական գործիքի հետ։ Այդ ոգևորությունը տալիս է ձեզ հնարավորություն, որ դուք թռիչք ապրեք, դուք լավացնեք ձեր հմտությունները։ Շատ ուրախալի է, որ երաժշտական դպրոցում կա նաև որակյալ գործիք, քանի որ այն բավականին թանկ արժի եւ ոչ բոլորին հնարավոր կլինի գնել։ Շատ գնահատում եմ, որ թե պետությունը եւ թե դպրոցը հնարավորություն է տվել ունենալ գործիքը։ Այս նախաձեռնությամբ ոչ միայն մենք օժանդակում ենք երաժշտական կրթությանը եւ զարգացնում, այլ նաեւ կարողանում ենք շատ երեխաներ ներգրավել այս գործում։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս վառ պահելու, կենսունակ պահելու մեր մշակույթի կարևոր օղակներից մեկի մշակութային կրթության ոլորտը։ Մենք որպես ավագ դասերունդ պետք է կարողանանք ստեղծել այդ միջավայրը եւ իմ մեծ խնդրանքն է երեխաներին, եթե ունեն այդ հնարավորությունը, ունեն այդ տաղանդը, իսկապես հավատան անմնացորդ, որ իրենց մոտ կստացվի։ Ուշադրություն! Մոտենում է տարվա ամենաջերմ ու գունեղ տոնը։ Հունիսի 1-ը գլխավոր դերում Երևանի խորհրդանիշ, քաղաքի պահապան եւ տարվա ժպիտ մրցույթի բազմահազարամյա դափնեկիր առյուծիկը։ Բոլորը, մեծ, մանուկ, ահել, ջահել, բոլորը հրավիրված են։ Առյուծիկը խոստանում է մեծ արկածներով, խաղերով եւ անակնկալներով լի օր։ Կեսօրից մինչև 18:00 Հյուսիսային Պողոտան ու Կարապի լիճը կվերածվեն զվարճանքներով լի գոտու։ Իսկ երեկոյան կհավաքվենք Ազատության հրապարակում, որտեղ օրվա գլխավոր աստղը առյուծիկը կբացահայտի մի կարևորագույն գաղտնիք։ Տոնենք երեխաների պաշտպանության միջազգային օրը իսկական երևանյան ջերմությամբ։ Սիրելի երևանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հունիսի 2-ից 6-ը Թումանյանի անվան զբոսայգում ներկայացնում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։ Միջազգային ճանաչում ձեռք բերած եւ մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը հանդիսացող այս բացառիկ փառատոնը ձեզ կներկայանա ազգային մշակութային ժառանգության, բալետային արվեստի լավագույն ավանդույթների եւ ժամանակակից բեմական լուծումների համադրությամբ։ Եվ այսպես, հունիսի 2-ին եւ 3-ին կկայանա Ախթամար լեգենդի հիման վրա ստեղծված Թամար բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Իսկ հունիսի 5-ին եւ 6-ին կցուցադրվի հայկական բալետային արվեստի վերջին տասնամյակների ամենանշանակալի եւ լայն ճանաչում ստացած ազգային ոգու, հերոսական պայքարի եւ մեր մշակութային ինքնության խորհրդանիշ հանդիսացող ստեղծագործություններից մեկը՝ Սասունցի Դավիթ բալետ օրատորիան։ Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին։ Մուտքն ազատ է։ Սիրով Երևանի քաղաքապետարան։
Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից փախստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն, երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը, թեղու, տերևակեր և միջատների հարձակում, նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ և այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում, ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր և ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ և չի հանգեցնում ձեր և իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն և ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։